Բարև ձեզ Factor TV հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արեգ Քոչինյանն է, ողջույն պարոն Քոչինյան։ Վարչապետը այսօր ասաց, որ ներկայում ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծումը, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով Ադրբեջանը վերացրել է տարանցման սահմանափակումները մեզ համար եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները իրենց համար, առաջարկը այսօր էլ կրկնում էր Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա, բայց մի տեսակ այդպես հեշտ կսկսեն օգտագործել Հայաստանի տարածքը։ Դե եկեք այդ հեշտ բառ դրանք ինձ թվում է մի քիչ սխալ կատեգորիաներ են, մենք եկեք ձեր հետ ֆիքսենք, որ բավական տևական ժամանակ է, որ process-ի մեջ ենք։ Այդ process-ը ըստեյության իր հանգրվանին հասավ դեռևս Աբու Դաբիում, որտեղ արդեն Աբու Դաբիից բարձ դարձավ, որ բոլորովին նոր իրավիճակ է բացվում, բոլորովին նոր իրավիճակ է սկսվում։ Եվ ըստեյության կնքվեց, ստորագրվեց նոր տարածաշրջան սկսեց ձևավորվել արդեն Վաշինգտոնում։ Հիմա մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք այդ ամեն ինչի հողի վրա իմպլեմենտացիան, այդ ամեն ինչի գործնական փուլ մուտք գործելը։ Մի կողմից հարավում Արաքսի հովտով շարունակվում է շինարարությունը, ադրբեջանական կողմը ամենայն հավանականությամբ երկաթգիծը եկող տարվա կեսերին կբերի կհասցնի մեր սահմանին, դրա մասին առնվազն հայտարարություններ եղել են։ Իսկ մենք ձեր հետ խոսել ենք մի քանի անգամ, որպես երկաթգիծը կառուցվի, անհրաժեշտ է երկաթգիծ, այսինքն այդ ռելս դնող սարքը երկաթգծից է, այսինքն նրանք կհասցնեն մեր սահման, մենք շարունակենք այդ աշխատանքները շինարարական։ Եվ դրան զուգահեռ այո սկսվում է խոսակցությունը միջպետական առևտրի մասին, այսպես երկրների կարիքների հիման վրա, դուք երևի կհիշեք, մենք սրանից բավականին ժամանակ առաջ մի հետազոտություն էինք հրապարակել մեր կենտրոնում, որտեղ Ռուսաստանից Հայաստանի կախվածություններն էինք արձանագրել, գնահատել, եւ ցորենը այնտեղ ամենամեծ խնդիրներից մեկն էր, որտեղ Հայաստանում օգտագործվող ցորենի մոտավորապես 80%-ը ներկրված ցորեն է, մենք ընդհանրապես 20%-ն ենք տեղում արտադրում մեր կարիքների, եւ այդ 80%-ից 99.8 կամ 99.9%-ը ներկրում է Ռուսաստանից, սա հրեշավոր կախվածություն է, ընդ որում անկախ այնտեղ Ռուսաստան կլինի, Պակիստան կլինի, Բելարուս կլինի, որևէ մեկ պետությունից այդ մակարդակի կախվածություն ունենալ բարենային, անել առաջնային բարենային ապրանքի ցորենի, դա հրեշավոր իրավիճակ է։ Եվ այս առումով Ղազախստանը շատ բնական գործընկեր է Հայաստանի համար, որտեղ մենք նույն տնտեսական միության մեջ ենք մտնում եւ այն խնդիրները, որոնք մենք չունենք Ռուսաստանից ապրանք բերելու, չունենք նաեւ Ղազախստանից բերելու, ուղղակի Ղազախստանի դեպքում մեր ամենամեծ խնդիրը բնականաբար լոգիստիկան էր։ Որտեղ այդ ամեն ինչը պետք է տարվեր Ռուսաստանում դա պետք է տարվեր երկաթգծով, երկաթգծից հետո դա պետք է դրվեր կամ նավով բերվեր, փոթի կամ ավտոշարասյուներով բերվեր Վրաստանի տարածքով, այդ երկուսը շատ մեծ խնդիրներ է, ել չասենք, որ Ռուսաստանը ինքը շահագրգռված կողմ չի լինելու բնականաբար, որպես այդ ցորենը Հայաստան գա Ղազախստանից, այն պարզ պատճառով, որ դա Ռուսաստանի գործիքն է, չէ՞, մեզ կառավարելի պահելու, այսպես ասենք։ Եվ այս առումով այս երթուղու ակտիվացումը, այսինքն Ակտաու, Բաքու, երկաթգիծը ադրբեջանական, երկաթգիծը վրացական, երկաթգիծը հայկական։ Շրջանցվում է Ռուսաստանը։ Շրջանցվում է Ռուսաստանը։ Ես մի քանի տեղ տեսա մեկնաբանություններ, բախի միանգամից Ադրբեջանից չի մտնում Հայաստան, բաց սրա նորությունը որն է, նորությունը բարեկամներն է, որ առաջ եթե այդ ապրանքի նշանակետա Հայաստանն էր, Ադրբեջանը դա ընդհանրապես չէր թողելու։ Նորությունը այդ է, այսինքն սա քաղաքական որոշում է։ Ինչ վերաբերում է ինչու դա միանգամից Հայաստան չի մտնում, այնտեղ կա որոշակի ենթակառուցվածքային խնդիր, անցնող տասնամյակների ընթացքում մեղմ ասած աշխատանքներ չեն տարվել այդ ենթակառուցվածքները բարվոք վիճակում պահելու, բայց դա լուծելի խնդիր է, ընդ որում լուծելի խնդիր է իրականում կարճաժամկետ կտրվածքում։ Եթե մենք հիմա այսպես ձեռներս ուղղակի այսպես կշտենք եւ սկսենք աշխատել Ղազախ-Իջևան հատվածի վերակառուցման վերականգնման վրա, դա բավականին արագ իրականանալի խնդիր է, կարող է Իջևան հասնել, այսինքն Ադրբեջանի տարածքում Կեցեք, ինչը էականորեն նվազեցնում է լոգիստիկ ծախսերը, եթե Վրաստան չի մտնում, այսինքն այնտեղ նախ վճարումներ, կիլոմետրաժ, դա հագին է, ընդ որում, այստեղ խոսքը մենակ ղազախական ցորենի մասին չի, խոսքը Չինաստանից ապրանքներ բերելու մասին է, Կենտրոնական Ասիայից այլ ապրանքներ բերելու մասին, այնտեղ էներգետիկ ռեսուրսներ կան եւ այլն, սա շատ հետաքրքիր խոսակցություն է Հայաստանի համար։ Բայց սա ամբողջական ապաշրջափակում չի։ Ինչու դրան չեն գնում։ Ռոբերտ ջան, այդ ոնց որ ասում են Հռոմը մի օրում չի կառուցվել։ Հասկանում եք, մենք տեսեք, ես հիշում եմ, երբ որ նոր էր այս թեման, ասում էին դե մենակ թրիփն է։ Հետո պարզվեց, որ մենակ թրիփը չի, ասում են դե դա երազանք է, ավելի շատ քան իրականություն։ Հիմա դա սա իրականություն դառնալ, ասում են դե սա դեռ շրջափակումը հանելը չի։ Քայլ առ քայլ մենք գնում ենք այդ ուղղությամբ, հասկանում եք։ Այս առումով նաև շատ կարևոր է այն ինչ որ Հայաստանն առաջարկում։ Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ
Վրաստանով գնացող բոլոր ենթակառուցվածքները, որոնք որ կապում են Թուրքիան Ադրբեջանի հետ, դրանք քաղաքական ծագում ունեցող ենթակառուցվածքներ են։ Ինչ նկատի ունեմ։ Դրանք ավելի երկար են, քան այն ինչ որ կարա առաջարկի Հայաստանը։ Հայաստանով տեսականորեն անցնող ճանապարհը Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ։ Դա հնարավոր ամենակարճ ճանապարհն է Թուրքիայի եւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի ու Չինաստանի միջեւ, եթե մենք խոսում ենք ցամաքային ճանապարհների մասին։ Սրանք շատ հեռանկարային պրոյեկտներ են իմ կարծիքով։ Եվ օրինակի համար ես ասում եմ, որ օգոստոսից հետո մենք նոր տարածաշրջանի կառուցման հետ գործ ունենք, սրանք դրա նախակարապետներն են, եթե կուզեք, հա, այսօր դրվում են այդ առաջին բաղադրիչները նոր տարածաշրջան կառուցելու։ Սա նշանակում է, որ սաղ լուծվել է, ոչ մի խնդիր չկա, իրար վստահում ենք, եղբայրություն ենք անում, բարեկամություն ենք անում, բացարձակապես դրանից ոչ մի կմեղադրեն շատ լավատես լինելու մեջ, այսպես վտանգները չնկատեն։ Դուք հիշում եք սրանից 1 տարի, 2 տարի առաջ ինձ մեղադրում են շատ հորետես լինելու մեջ, հա։ Ամեն ինչի մեջ մեղադրում են։ Ամեն ինչի մեջ մեղադրում են, թող մեղադրեն, Աստծո սիրուն, դա չի խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է։ Սա ասելով հանդերձ, ես ինչ եմ ասում, ասում եմ մենք պետքա շարունակենք մեր դիմադրունակությունը ավելացնել, մենք որևէ պահ չպետքա թուլանանք, մենք զինված ուժերի բարեկարգումը, ռեֆորմները, արտաքին գնումները, այդ ամեն ինչը պետքա շարունակել, որտեվ ուզում եմ ձեզ հիշեցնել, սրանից մի 3 տարի առաջ, որ ես սկսել եմ այդ միտքը ասել, որն է տարածաշրջանում խաղաղության բանաձևը ըստ իս։ Մի կողմից մենք բավականաչափ դիմադրունակ ենք, որ մեր վրա հարձակվել է եւ մեր հետ կռվել է թանկա, մյուս կողմից մենք բավականաչափ գրավիչ գործընկեր ենք, որ մեր հետ ենթակառուցվածքային նախագծեր, տնտեսական ինտերակցիաներ, բիզնես ինտերակցիաներ անելը գրավիչ է։ Այ որ բան մենք այս երկուսի մեջ էլ հասնենք որոշակի քրիտիկական մասսայի, այ հենց դա էլ կլինի խաղաղությունը, որտեղ հենց դա էլ եղել է խաղաղությունը օրինակի համար Եվրոպայում։ Այդ ածուխի եւ երկաթի դաշինք եւ այդ ամեն ինչ ինչից սկսեց կառուցվել, որ մարդիկ ուղղակի դրեցին հաշվեցին, որ այս պահից սկսած պատերազմով հարցեր լուծելը ի վերջո պատերազմը քաղաքականության շարունակությունն է։ Տեսեք, այլ գործիքներով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բառապաշարը փոխվել է վերջին ամիսների ընթացքում։ Ադրբեջանի նախագահ, որ առավել աչքի է ընկել սպառնալիքներով, չնայած այնպես չի, որ դադարեցրել է այսպես հայերին դեմոնացնելու քաղաքականություն, բայց դրան զուգահեռ խոսել է նաեւ այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր փուլ է սկսվել խաղաղության առումով, կողմերը սկսել են հարաբերվել, այս երևույթի հետ եւ Հայաստանի վարչապետներ նաեւ օրերս այսօր էլ արժեմ ասում են, որ մենք դեռ չգիտենք, հա, այսինքն մեր պահվածքը խաղաղության շրջանում պատերազմական վիճակում պարզ է։ Զենք առնել, ռեսուրսներ կենտրոնացնել եւ գնալ ճակատ պայմանական ասած, այսինքն համագործակցելու տրամաբանությամբ այս ազգերը առնվազն 30-35 տարի չեն ապրել։ Այդ ինչու եք դուք համոզված կամ ինչ հաշվարկներ եք դնում դրա տակ, որ կհաջողի այս անգամ, չասեմ նոր ինչ-որ հարավ-կովկասյան Եվրամիություն ստեղծելու, բայց առնվազն առաջիկա տարիներ պատերազմական իրադրությունը այսպես բացառելու Թրամփի ուղի կա, որը թվում է թե այս երկու ժողովուրդներին պետք է կոմունիկացիոն նախագծով հաշտեցման բերի գոնե իրար չսպանելու տրամաբանությամբ եւ ԱՄՆ-ի դերը այս պատմության մեջ ինչքանով եկեք օբյեկտիվ մեր սպասելիքներն էլ արձանագրենք ԱՄՆ-ից օբյեկտիվ։ Ես որևէ պահի համոզվածություն չհայտնեցի։ Ես ձեզ ցույց եմ տալիս այն զարգացման ուղին, որը այս պայծությամբ ես համարում եմ առավել հավանական է եւ նաեւ լավագույնը միևնույն ժամանակ։ Եվ ինքս պատրաստակամություն եմ հայտնում անելու ամեն ինչ, ինչ որ կախված է ինձանից, որպեսզի հենց այդ ուղին իմպլեմենտացվի։ Բայց նորից զուգահեռ եւս մեկ անգամ ուզում կրկնել, որ ես բացարձակապես չեմ բացառում նեգատիվ զարգացումները եւ այդ նեգատիվ զարգացումները կառավարելի պահելու համար ասում եմ, որ մենք մեր դիմադրունակության ուղղությամբ տարվող աշխատանքները զինված ուժերում արվող ներդրումները որևէ պահի որևէ կերպ չպետքա պակասեցնենք։ Ես այս երկուսն էլ միաժամանակ եմ ասում։ Ես ասում եմ մենք համ սա պետք է անենք, համ սա պետք է անենք։ Այդ դեպքում եմ ես ասում, որ կլինի խաղաղություն, հա։ Այս այդ մասով։ Հիմա ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Տեսեք, նորից ոնց որ շատ հաճախ է մեզանում լինում։ Երկու ծայրահեղ բաներ են, չէ՞, ձևավորվել, ճամբաներ են ձևավորվել։ Մեկը ասում է մեր արեգակը սկսել է դուրս գալ արևմուտքից, մայր մտնել հյուսիսում կամ արևելքում, այ Թրամփն էր
այս ազգի փրկիչը, որ 2000 տարի մենք սպասում էինք։ Մյուս խումբն ասում է, այդ Թրամփը ձեր տեղը չգիտի, ձեր անունը չի կարողանում հիշել, ինչի մասին է խոսքը։ Հայաստան ամենագրավիչ մասը տվեցին ԱՄՆ-ին որպես միջանցք։ Հիմա ես ինչ եմ կարծում, բնականաբար երկուսն սխալ են, ինչպես շատ հաճախ ալնում, երկու ծառայությունները սխալ են, որպես կանոն ճշմարտությունը ինչ-որ միտեղ կենտրոնում է, ինչ-որ միտեղ մեջտեղում է։ Ինչա տեղի ունենում, ուրեմն մի կողմից դեռևս Աբու Դաբիում կողմերը էականորեն մոտեցել էին որոշակի փոխադարձաբար ընդունելի կարգավորման ձևաչափի։ Բայց այդ փոխադարձաբար ընդունելի կարգավորման ձևաչափը որպեսզի աշխատեր, երկու կողմերին էլ կոնկրետ այդ հարցում անհրաժեշտ էր որոշակի երրորդ խաղացող, որը ոչ թե ուժային գարանտիաներ կտար, այլ հեղինակության, ներդրումների, այլ գործիքակազմերով, տնտեսական շահերով, այսպես ասենք։ Եվ ես ձեզ ուզում եմ նաև հիշեցնել, որ այս ամերիկյան մասնակցության խոսակցությունը ինքը նոր չէ, ինքը Բայդենի адմինիստրացիայի ժամանակվանից այդ խոսակցությունը կար։ Եթե անկեսնենք Թրամփի ուղի կոչվածը այն ժամանակ է դեռ նախապատրաստվել որպես գաղափար։ Ուղղակի հիմա է իրագործվել։ Ես դեմ ասում, ես ուզում եմ հիշեցնել, որ Բայդենի адմինիստրացիայի ժամանակվանից այդ խոսակցությունը մշտապես եղել է, ամերիկացիները նոր չեն իրենց հետաքրքրությունը այդ թեմայով արտահայտում։ Պարզապես Թրամփի адմինիստրացիայի ժամանակ նաև այն որ ասում է, չէ, շատ հաճախ խաղաքարտերը պետքա համընկնեն կամ չգիտեմ, մոլորակները պետքա աստղերը պետքա դասավորվեն։ Ստացվեց այնպես, որ դա մտնում էր ամբողջովին այս адմինիստրացիայի առաջնահերթությունների մեջ մի կողմից, այսինքն իրանք այդ եկել էին խաղաղություններ բերեին, կարգավորումներ, այդ մի հոսքագիծներ, այսպես ասենք, մերն էր, որ ոնց որ ամեն ինչը կարգավորվել էր, այդտեղ էր պետք։ Եվրոպական միությունն էր, որ շատ աջակցող էր, միևնույն ժամանակ Ռուսաստանը շատ թուլացած էր եւ իր ամբողջ ուշադրությունը, իր ամբողջ էներգիան ուղղել էր Ուկրաինային։ Եվ 17 կետեր համաձայնեցվեցին, իդեպ, դա էլ կարևոր։ Այո, դա ասում եմ, որ Աբու Դաբիում, եթե չլիներ Աբու Դաբին, Վաշինգտոնը չէր լինել, եկեք սա ֆիքսենք։ Ռուսաստանն էր շեղված, Իրանն էր թուլացած եւ այդ մենք ձեր հետ նաև խոսել ենք, չէ, որ այո, շատ հարցերում մեր եւ Իրանի դիրքորոշումները իրար փոխրերացնող են նույնական են, բայց արևելք-արևմուտք կոմունիկացիաների բացազատման մեջ մենք մրցակիցներ ենք ըստ էության։ Իրան ուզում է որ այդ ամեն ինչ անցնի իր տարածքով, ինքն ունի այդ քաղաքական կշիռը, գումարը աշխատի եւ այլն, մեզ ավելի շատ հետաքրքիր է, որպես այդ գումարը մենք աշխատենք, սա պարզ բան է։ Այս բոլոր մոլորակները ոնց որ բան եղան, աստղերը ոնց ասցի, նույն ուղղությամբ դասավորվեցին եւ դա ստացվեց։ Հիմա ամբողջ հարցը դիվանա թե ինչքան էներգիա եւ ինչքան վճարականություն կցուցաբերեն Հայաստանը եւ Ադրբեջանը այդ ստորագրված եւ պայմանավորված փաստաթղթերը կյանքի կոչելու։ Այստեղ մի բան էլ կա։ Հայ իրականությունն ու ադրբեջանական իրականությունը ինչքանով կկարողանան օգոստոսի 8-ը եւ դրանից հետո տեղի ունեցող նոր զարգացումները, խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ այլն, որպես ջրբաժան ընկալեն։ Այսինքն մենք պետքա էջ փակելու տրամաբանություն հասկանում եք, որովհետեւ մարդիկ չեն փոխվելու, մարդիկ չեն անհետանալու, մարդիկ ովքեր ժամանակին ասել են բաներ, արել են բաներ, կռվել են, պատերազմել են, մարդիկ ովքեր Լաչինի միջանցքում են եղել, գալու են Երևան, հա? Այո, նաեւ այդ թվում, եւ այդ միջոցառման թեման բացիկ, այդ թեմայով բացեցինք, հա։ Տեսեք, լավ, այդ թեմայով շարունակենք, հետո ես միտքս կավարտեմ, հա, տեսեք, հիմա օրինակ մենք կներեք, քանի որ այս կոնֆլիկտը այնքան բարդ եւ թշնամական շատ հաճախ ատելությամբ լի դրսևորումներ է ունեցել, որ այսպես ճակերտների մեջ մաքուր մարդ չկա, հա, այսինքն հիմա ձեր հին հարցազրույցները փորձենք սրճանել, մի երկու քաղցր խոսքել հաստատ դուք ասած կլինեք, հա։ Դուք էլ ասած կլինեք։ Հա, շատերը, այո, բոլորը ասած կլինեն, հա։ Հիմա սա չնկատել, թե այսպես ասենք վեթինգի տրամաբանությամբ առաջ գա։ Դե որ բան մենք սկսենք վեթինգ անել, իրանք էլ են վեթինգ անելու, որ բան մենք սկսենք ասել մեզ համար սա ընդունելի է, սա ընդունելի է, սա ընդունելի է, իրանք էլ են սկսելու անել, վերջը պարզվելու է, որ երկու կողմերի համար ընդունելի մարդիկ չկան։ Առնվազն ազդեցիկ մարդկանց մասին է խոսքը։ Հա, կարաս ինչ որ չգիտեմ, մանկապարտեզից մարդ բերես, ասես դե այս մանկապարտեզից մարդը ոչ մի հայտարարություն չարի, ինքն ընդունելի է, բայց դրա ազդեցությունը ո՞րն է։ Հիմա տեսեք, մեր միջոցառումը, այո, Երևանում տեղ ունեցավ։ Դուք եք կազմակերպել կազմակերպիչ, այո, երկու երկրներից փորձագետների խմբեր, ուրեմն այս գաղափար ունեին։ Մենք դուք գիտեք, սա գաղտնիք չէ, տարիներ շարունակ երկու երկրներից փորձագետներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ երրորդ երկրների մայրաքաղաքներում հանդիպում էին, խոսում էին, քննարկում էին։ Իդեպ Հայաստան այցեր եղել են, օրինակ Քոչարյանի ժամանակ, բայց այսպեսին երբևիցե չի եղել։ Ես մի հոգու պատմություն գիտեմ։ Գյորգի Վանյանն էր պատմում, երբ որ այո, եղել են լրագրողների այցեր են եղել, տարբեր բաներ եղել են, բայց այսպեսի բան, որ Բաքվից Երևան
ուղիղ թռիչքով պետության աջակցությամբ լինի, այսպեսի բան չէր եղել։ Սա առաջ անգամն էր։ Հա, ինչ էի ասում։ Ուրեմն երկու եկներում փորձագետների մեջ եղավ այս գաղափարը, որ ինչքան ենք մենք հանդիպում երրորդ եկներում, ակում գուցե փորձենք արդեն ժամանակն է դա անել միմյանց մոտ։ Եվ մենք երկու եկներում մոտեցանք մեր իշխանություններին, այս գաղափարը ներկայացրեցինք, ստացանք աջակցություն պատկան մարմիններից եւ միջոցառումը հնարավոր դարձավ։ Հիմա միջոցառումը հնարավոր դարձավ, ես այսպեսի բան ասեմ։ Միջոցառումը քննարկումներ, փորձագիտական։ Դա քննարկում է, փորձագիտական մակարդակով քննարկում է, որի ընթացքում նաև եղավ հանդիպում Բարձրաստիճան պաշտոնյա քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հայկական կողմը քննարկել եւ որոշել է իր կազմը, ադրբեջանական կողմը քննարկել եւ որոշել է իր կազմը։ Մենք միմյանց կազմերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն, որևէ ինչ-որ տենց կարծիք չենք հայտնել, դա առաջինը։ Եվ երկրորդ հիմա եթե միջոցառման վերաբերյալ հարցեր կունենաք, սիրով կպատասխանեմ, բայց ես ուզում եմ մի հատ ռեակցիաներին անդրադառնալ։ Տեսեք, մի ստվար մեծ, այսպես 95%, 99% ռեակցիայի նեգատիվ հետեւյալն էր, որ այնտեղ ինչ քաղաքասարակություն, ոնց կարակ այդ մարդկանց հետ խոսակ, այդ մարդիկ քաղաքասարակություն չեն, կամ այդ մարդկանցից Պողոսը այսինչ թվին հայտարարել է այսինչ բանը, Պետրոսը այսինչ թվին հայտարարել է այսինչ բանը։ Միջանցքը փակել է, այսինքն որոշակի նրբանկատություն չի դրսևորվել։ Սկսենք առաջինից, կա այնտեղ քաղաքասարակություն թե չկա։ Գիտեք, ես այդ հարցին չեմ պատասխանի ցուցաբերելով որոշակի դիվանագիտական զսպվածություն, բայց ես կասեմ այսպեսի բան, լավ դիտարկենք չկա։ Եվ կառուցեք հիմա այդ մարդիկ ինչ են առաջարկում, ես գնամ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն կառուցեմ, որ այդ մարդկանց հետ կարողանամ աշխատեմ։ Հիմա դա Ադրբեջանը։ Ներեցեք, ես ձեր համար ուրիշ Ադրբեջան չունեմ։ Ես ձեր համար ուրիշ ադրբեջանական քաղաքացիական հասարակություն չունեմ։ Դա Ադրբեջանը եւ դա Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը։ Գիտեք մեր քաղաքացիական հասարակությունը հիմա ինչ անում։ Ինքը մոտապես նույն սխալն է անում, ինչ որ 2010-ականներից սկսեց անել վրացական հասարակության դմբլոները, որոնց սկսեց թվալ, որ իրանք Ատլանտիկ օվկիանոսի մեջտեղում են ապրում, կամ Արևմտյան Եվրոպայում են ապրում, այս տարածաշրջանի հետ ընդհանրապես կապ չունեն, իրանք կարող չխոսան այս տարածաշրջանի հետ։ Եվ ինչով դա ավարտվեց Վրաստանի համար։ Այնպես որ աշխարհագրությունը ձեր քմահաճույքներով եւ ձեր ճաշակով չի որ առաջնորդվում։ Նկատենք նրանք չնկատեցին Ռուսաստանին, այնպես չանենք, մեկ է չնկատենք այս Ռուսաստանին չնկատեցին, տարածաշրջանային իրականությունները չնկատեցին, հարևան պետությունների որպիսությունը չնկատեցին։ Հիմա նույնց եմ կրկնում, դա է Ադրբեջանը։ Մենք ունենք աշխարհահռչակ իրավապաշտպաններ, որոնք որ ունեն ահռելի ամակ ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհում մարդու պաշտպանության գործում հարց չկա։ Չենք կարա մեկ այդ մարդկանց համեմատենք Ադրբեջանում նույն պրոֆեսիայով զբաղվող մարդկանց հետ, բայց հիմա դա մեր ունեցած հարևանները, մեր ունեցածը Նիդերլանդները չի, դա հասկանում եք։ Եվ մյուս բանը, ով ինչա ասե, ով ինչա արե։ Նորից այստեղ գիտեք, եթե մենք սկսենք ֆիքսել թե մեր քաղաքասարակությունից ով ինչա ասե, ով ինչա արե անցնող տարիների ընթացքում եւ սկսենք փոխադարձաբար վեթի գանը, դա մեզ ոչ միտեղ չի տանելու։ Ես դեմ չեմ, որ իհարկե հենց ֆորմատի հաջողության համար լավ կլինի, որպեսի այն մարդիկ, ովքեր որ մաքսիմալ նեգատիվ են իրենց նկատմամբ բևեռել, ուշադրություն գրավել, Ետ քայլ անեն եւ առաջի պլանից դուրս գան, դա ֆորմատի ապագայի, ֆորմատի նկատմամբ վստահության տեսանկյունից կիրառելի բան կլիներ, բայց դա ուրիշ խոսակցություն է։ Եվ ձեր թույլտվությամբ երկու ռեակցիա եմ ուզում նաեւ անդրադառնալ, որոնք որ այս ընդհանուր մասայից մի փոքր տարբերվում էին։ Մեկը Սպուտնիկ Արմենիայի արածն է։ Ուրեմն միջոցառումը տեղանոց ամսի 21-ին եւ 22-ին, եւ ամսի 21-ի երեկոյան Սպուտնիկ Արմենիան ուրեմն հրապարակում է միջոցառման վայրը։ Թեպետ մենք որպես կազմակերպիչներ միջոցառման վայրը հասկանալի պատճառներով չենք հրապարակել։ Մենք հետո նկատի ունենք ադրբեջանցիների լոկացիա գտնվելու վայրը։ Հասկանալի է, չէ՞, Սպուտնիկ Արմենիան դա ինչ նպատակով է անում։ Իրանք հստակ փորձում են ուրեմն պրովոկացիա գեներացնել։ Փարկասությունը նման բան տեղի չունեցավ եւ հակառակը ֆիքսվեց, որ չնայած նրան, որ ռուսները ուրեմն լիք էին արել, հա, հրապարակել են գտնվելու վայրը միջոցառման, որևէ պրովոկացիա տեղի չունեցավ, ավելի լավ ազդեցություն ունեցավ, բայց հստակ է, չէ՞, մարդիկ ինչ էին անում։ Հստակ է, չէ՞, որ Հայաստանում փաստորեն ուրեմն հայ աշխատողներով հագեցած մի կազմակերպություն ռուսական կայսրության շահերն ասպասարկում, ընդ որում բացահայտ պրովոկացիաներ իրականացնելով։ Եվ երկրորդը 168, չգիտեմ, EM-ը ինչ այդ կայքը Անցնող ուրեմն օրերի ընթացքում մի կեղծ լուր են տարածել, թե միջոցառման մասնակիցներից մեկը, անվանապես Ֆարհադ Մամեդովը, վերադառնալով Ադրբեջան հայտարարություն արել, թե միջոցառման ժամանակ քննարկում է եղել եւ ուրեմն քննարկվել է ճակերտավոր, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանությունը, թե որ Հայաստանում դրա վերաբերյալ պետքա զրույց գնահատել։ Իբրև թե սա քննարկվել է միջոցառմանը։
Նման բան չի եղել։ Դուք կարող եք վստահեցնել, որ չի եղել։ Ես վերջել այդ հարցազրույցը նայել եմ։ Դե տենց բան տենց այդ մարդը չի ասում։ Լրագրողն է հարցնում, իսկ քննարկել եք արդյոք նմանատիպ հարց։ Ինչին փորձագետը պատասխանում է, ոչ չենք քննարկել։ Դա ապագայի բան է եւ կողմերի գնահատականները պատմության վերաբերյալ, ցավերի վերաբերյալ, այդ ուրեմն խնդիրների վերաբերյալ դա ապագայում մենք մի օր միգուցե դրան կանադառնանք, բայց այս քննարկմանը դա չի եղել։ Հասկանում եք։ Հիմա սա պրովոկացիա է նորից, հասկանում եք, սա կեղծարարություն է։ Տեսեք, այն միտումնավոր է եղել։ Եվ միանշանակ իսկ ձեր ցույցը պատահական է, որ մեկը Սպուտնիկն է, մեկը 168-ն է։ Դե չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Ես կարող եմ ասել, որ պատահական չի, ես կարծում եմ, որ իրանց մի հատ բան կա, որ միացնում է։ Առաջիկայում լինելու է Բաքու այց։ Եվ ընդհանրապես իմաստը։ Երկու հարցերի պատասխան, սկսենք իմաստից։ Գիտեք, չի կարելի թողնել, որ ամբողջ process-ը սկսվի եւ ավարտվի միայն իշխանությունների մակարդակով, որովհետեւ դա լավագույն դեպքում մեզ կտանի ինչ որ մի հատ նեղ եւ ոչ կայուն խաղաղության ճանապարհով։ Իսկ դուք ինչ եք որոշում, պարոն Քոչարյան։ Ես ոչինչ չեմ որոշում։ Չէ, նկատի ունեմ գործընթացում ինչ մասնիկ եք էլի, այսպես։ Տեսեք, եկեք ընդհանուր մեթոդաբանորեն ձեր հարցը, եկեք ես ձեր հարցին փորձեմ մեթոդաբանորեն պատասխանել։ Ինչ է նշանակում track 2, այսինքն երկրորդ հոսքագիծ երևի հա տենց երևի թարգմանենք եւ track 1.5 դա ամբողջ աշխարհում ընդունված ձևաչափ է, երբ որ քաղաքացիական հասարակության փորձագետների, մեդիայի ներկայացուցիչները, կոնֆլիկտի կողմերի միմյանց հետ նույնպես կապի մեջ են լինում, մի կողմից նպատակն է գեներացնել որոշակի գաղափարներ, մտքեր, որոնք որ հետո տալիս են օֆիցիալ բանակցություններին օգտագործելու համար, որտեղ շատ հաճախ, գիտեք, կողմերը երբ որ ինչ-որ գաղափարներ են ունենում, նորարարական կամ ինչ-որ օգտակար, խնդիր է ալնում դա միանգամից բերել բանակցությունների սեղանի շուրջ դնել, որտեղ պաշտոնական դիրքորոշումներ կան, դա շատ ավելի հեշտ է փորձարկել track 2-ում, կոմունիկացնել եւ հետո դա ուղղել track 1։ Դա մի բանն է։ Եվ երկրորդը, որ գուցե ավելի մեծ եւ ավելի կարեւոր է, դա հասարակությունների մեջ փոփոխություններ բերելն է։ Տեսեք, շատ բնական է, որ անցնող 30 տարիների ընթացքում այն մակարդակի ատելություն, նողկանք, չգիտեմ, ամենատարբեր բառերը կարող օգտագործել։ Որովհետև կնեք պատերազմական այնքան հանցագործություն է ունեցել, էթնիկ զտում եւ այլն։ Ճիշտ է, ամբողջությամբ ճիշտ է։ Կնեք եւ պատերազմում փլավ չեն բաժանում։ Եվ եթե ադրբեջանական փախստականները այսօր հնարավորություն ունեն վերադառնալու այն վայրեր, որտեղից դուրս են եկել 90-ականներին, մեր փախստականները չունեն այդ հնարավորություն, այսինքն այս նրբությունը կա, էլի։ Իհարկե, ստեղ նաև օրինակ եթե ես հիմա ստեղ փաստաբանի դերը փորձեմ կամ գիտես անկախ բանանել ադրբեջանական կողմը, իրանք կասեն, մեր փաստականներն Հայաստան չեն կարող հիմա վերադառնալ։ Նկատի ունեմ իրենք բուն Ադրբեջանի տարածք կարող են վերադառնալ։ Ճիշտ է, ուզում ասեմ, բայց եթե մենք օրինակ տենց ձևակերպենք, իրանք դեռ պատասխանել են, որ Արցախի հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, ինչ իրանք տեսնում են Ադրբեջանի կազմի մեջ, իրանց հայրենակիցներն էլ, ովքեր տարիներ ապրել են ուրեմն Հայաստանի տարածքում, չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Ուսում ասեմ, այդ նարատիվների մրցավազքի մեջ երբ որ մենք մտնում ենք, կողմերը միշտ միազդեմ արգումենտներ օգտագործելու հնարավորություններ ունեն։ Ես չեմ ասում, որ արգումենտն է ճիշտ, որ արգումենտն է սխալ, ասեմ, այդ արգումենտատիվ բանավեճը միշտ կա։ Հիմա այն որ տեսեք, ու նորից այդտեղ վերադառնում ենք այն, հիշում եք, մի հատ միտք բարձրացրեցի, ասացի, մենք կարողանալու ենք edge-ը փակել եւ նոր edge բացել։ Այս խոսակցության մեջ է, երբ որ ես ասում եմ, որ խնդիր կա հասարակություններին խաղաղության պատրաստելու, որովհետեւ այդ edge բացող փակողը միայն իշխանությունը չեն, հարգելի Ռոբերտ, դա նաեւ մենք ենք։ Դա հասարակությունն է, դա դուք եք, դա ես եմ, դա մեր հարևաններն են, դա ձեր բարեկամներն են եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ որ պահի մենք կարողանալու ենք այդ գիծը քաշել եւ ասել դե ժողովուրդ, հիմա ներելու մասին չի այս բայությամբ խոսքը։ Խոսքը քաղաքակիրթ բարիդրացիության մասին է, հարևանության մասին է, հա? Հարևանությունը հայ իրականության մեջ միանգամից դրական բան ունի, բայց հարևանություն ոչ ձեր հարևան ժիրոյի տրամաբանությամբ, հարևանություն։ Թե չեք կարողանելու եւ այսպիսի ֆորմատների նպատակը նաեւ այդ հարցերին պատասխանելն է։ Անդրեաս Փաշինյանը ինչ-որ իմաստով ճիշտ է ասում, որ մենք չգիտենք ոնց խաղաղության պայմաններում հարաբերվել, այսինքն եւ այս ֆորմատի նպատակը նաեւ դրա փնտրտուքն է, հա? Եվ երկրորդը ապագայի հետ կապված, այն որ ֆորմատը պետք է ունենա ապագա, դա երկու կողմերը հստակ ֆիքսել են եւ պայմանավորվել են, բայց այդ ապագան ոնց է, երբ է, որտեղ է, դա դեռևս ցույց կտա ժամանակը եւ բնականաբար մենք դա կլուսաբանենք։ Ընդհանրապես վերջին տարիներին ոնց է փոխվում այս տարածաշրջանում իրողությունները։ Իհարկե բռնի տեղանությունը ամենախոշոր
ցավն է եւ ողբերգական իրադարձությունը, որ բարդ է մարսելը որպես հայաստանյան հանրություն, բայց եթե ասես ասենք չենք մարսում, այսինքն դա այնպեսի վերք է, որ բարդ է անցնում, հա, կամ չի էլ անցնի, բայց պետք է փասենք, որ դրանից հետո սկսել են որոշակի իրողություններ փոխվել, այսինքն Ադրբեջանը ինչ որ չափով իրեն կշտացած է զգում, այսպես, եթե հագեցած է զգում, վատատեսներն ասում են ոչ, հա, հագեցած չի զգում եւ սա խաբեություն է եւ սա այսպես ընդդարմացնել է, թույլատրել, թմրեցնել հայաստանյան հասարակության պաշտպանունակությունը, այսպես պատերազմի պատրաստ լինելու հնարավորությունը։ Եվ իրանք ինչ են առաջարկում։ Եվ առաջարկում են զինվել։ Ես էլ եմ առաջարկում զինվել։ Եվ նոր դաշնակիցներ։ Ես էլ եմ առաջարկում ձեռք բերել, վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հարց չկա, որը կզսպի Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այդ մեկը սուտ են ասում կամ մանիպուլացիա։ Զիջումներ անելու փոխարեն գնանք այդ ճանապարհը։ Այդ մեկը մանիպուլացիա են, եթե այդպես բան ասում, այդ ռուսների վրա հույս դնել եւ Ռուսաստանի փրկիչ տեսնելը սուտ են ասում, բայց դա չի նշանակում նաեւ Ռուսաստանի հետ փորձել գնալ պատերազմի, չգիտեմ, Ռուսաստանի հարաբերությունները կործանել։ Բնականաբար դա ես չեմ առաջարկում։ Բայց եկեք մի բան ֆիքսենք, որ այդ ձեր ասած հորատեսները ասում են իմ ասածի մի մասը, կեսը։ Եվ իմ գնահատականով այդ կեսը բավարար չէ, հարգելի Ռոբերտ, խաղաղության համար, անվտանգության համար, մեր բարեկեցության համար այդ կեսը բավարար չէ։ Եվ որ այդ կեսը բավարար չէ, ցույց են տալիս անցնող 35 տարիները։ Հասկանում եք։ Եվ ուրեմն ես ինչ եմ ասում, ասում, այո, ես հորետեսների ասացի միակ ուրեմն բանը դրական են համարյա քիչ լուծում, իսկորնակ ասում են այդ զինվելն է, պատրաստվելն է, դիմադրունակություն ավելացնելը 100%-ով համաձայն եմ։ Հարց չկա, պետքա դա անել։ Բայց դրան զուգահեռ այո, պետքա աշխատել խաղաղություն կառուցել ուղղությամբ։ Հիմա կստացվի, հրաշալի։ Չի ստացվի, մենք ինչ ենք կորցնում։ Ինչ ենք մենք կորցնում, երբ փորձում ենք Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցել։ Հանրության գիտակցությունը չի թմրում, այս խաղաղություն բառի օգտագործումը։ Ես շատ ավելի բարձր կարծիք ունեմ Հայաստանում հասարակության հավաքական ինտելեկտի եւ գիտեք գիտակցության մասին, քան շատերը։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը հավաքական երբևիցե չի սխալվում եւ ինչպես Սևակն էր ասում, եւ ինքը հզոր հանրություն է։ Լավ, հետաքրքիր խոսքեր են, եզրահանգման համար լավ բայր, բայց հարցեր կան 26-ի ընտրություններում հավանաբար գլխավոր նարատիվներից մեկը Ռուսաստանի ազդեցության վերականգնումը կլինի, Գյումրի կալանավորված քաղաքապետին, գիտեք, մեղադրանք է առաջադրվել իր խոսքերի համար, եթե շատ հակիրճ ասենք Ռուսաստանը նաև դրա համար։ Նաև դրա համար, այո։ Դա նոր, այսպես մեղադրանքն է Ռուսաստանի հետ միություն կազմել եւ թրքահպատակ շան տղա է արտահայտությունը հետո օգտագործվում դրան զուգահեռ կարծում եք սա պարտված նարատիվ է, որովհետև կա նաև, այսպես ասենք, գործիչներ, միլիարդատերեր, որոնք շատ փող ունեն։ Խեք հոգնակ եւ ասում մի հոգի է։ Չէ, դա մի հոգի էլ կա։ Հա։ Այո։ Այո։ Մոռացել եք նրան վաղուց։ Այսինքն փողեր են ներդրվելու Ռուսաստանը, այսպես ասած, բարեկամությունը վերականգնելու, հա, կա մի նարատիվ, որ այս իշխանությունը քան որ արևմտամետ էր, հակառուս էր, Պուտինին չդիմավորեցին օդանավակայանում եւ այլն, հարաբերությունները վատացան, այդ պատճառով կորցրինք Արցախը, մենք կգանք եւ կվերականգնենք Ռուսաստանը, որ մենք Արցախը կորցրինք, որտեղ Նիկոլ Փաշինյանը չգնաց օդանավակայանում Պուտինին դիմավորել։ Եվ Խաչատուրովին գործից անել էր։ Հասկացա, շատ լավ։ Իսկ այն որ դրան զուգահեռ այդ թվերին այդ Հայաստանի իշխանությունները մաքսիմալ պրոռուսական քաղաքականություն էին վարում, որ Սիրիա զորք էին ուղարկում, որ մենք այստեղ կառավարություն էինք ձևավորում ռուսների պատվերով, մարդ էին ուզում նշանակեինք ԱԳՆ, ռուսները չհավանեցին, ուրիշ մարդ նշանակեցինք ԱԳՆ, այդ սա հեչ։ Քիչ էր դա։ Այդ օդանավականը չդիմավորելը մեջ։ Այ դա գործանեց մեր տունը, հա։ Դե լավ է, մի քիչ լրջություն է պետք ցուցաբերել։ Իսկ պրոռուսական նարատիվը հաղթելու ինչ։ Դասականի ասած սա մանկապարտեզել չէ, սա խենթանոց է։ Ի՞նչ է նշանակում։ Абսուրդ է եւ գիտեք ինչ որ չափով նաեւ վիրավորական է ինձ թվում է հայ լսարանի առաջ փորձել անգամ հիմա պնդել թե այդ ռուսները չեն մեզ դավաճան, այդ մենք ենք մեզ վատ բայ, դրա համար ռուսները մեզ պատժել են։ Ոչ, բարեկամներ։ Մինչեւ ընդհուպ 23 թվականը Հայաստանը արել է ամեն ինչ, ինչ որ ուզել է Ռուսաստանը։
Եվ դրա փոխարեն ստացել է դավաճանություն Ռուսաստանի կողմից։ Ես այս բառը հատուկ է, սա ֆորմալ առումով էլ է դավաճանություն եղել։ 21-ին եւ 22-ին ինչ որ տեղի ունեցել Հայաստանի սահմաններից ներս, երբ որ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի արևելյան սահմանների վրա, եւ մենք դիմում էինք ՀԱՊԿ-ին, դիմում էինք երկկողմանիով Ռուսաստանին, ռուսները մեզ քցել են, ռուսները մեզ դավաճանել են։ Իրանք դավաճան են եւ այդ խարանը մենք թույլ չենք տալու որ որոշ մարդիկ ստեղ օգտագործվող ապուշներ կամ ոչ էլ օգտագործվող ոչ էլ ապուշներ այլ հենց օգտագործվողներ փորձեն մաքրել Ռուսաստանի ճակատից ոչ դարեդար մնալու է Ռուսաստանի ճակատին այդ խարանը որ իրանք մեզ քցել են իրանք մեզ դավաճանել են հիմա նշանակում արդյոք որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել սա ոնց որ դες մեզից ամեն կախված արենք չէ մենք լիքը սխալներ ենք արել եւ մեր ամենաառաջին հարցը բնականաբար պետքա մեզ լինի որտեղ գիտեք երբ որ միջազգային հարաբերություններում քեզ քցում են կամ քեզ դավաճանում են դու ինքդ քեզ պետք է առաջին լիքը հարցեր տաս այ 30 տարի որ մենք ինքնախապայությամբ ենք զբաղվել եւ ասել ենք որ մենք թուրքերի ադրբեջանցի հետ խոսալու բան չունենք մենք տեր ունենք մենք դաշնակից ունենք որ մեզ գալու է պաշտպանի ինչքանով էր դա ճիշտ Որտեւ Ադրբեջանն է դաշնակիցն էր, բայց Ադրբեջանը 30 տարի գիշեր ցերեկ պատերազմի էր պատրաստվում, դաշնակից ունենալ թե չունենալ, հասկանում եք։ Սրանք հարցեր են, որոնց մենք որպես հասարակություն դեռևս պետքա պատասխանենք, մենք չենք պատասխանել այս հարցերին։ Իսկ պրոռուսական նարատիվի հենց դրան եմ ասում, դա չպետքա թույլ տանք, որ որոշ չարամիտ մարդիկ փորձեն այդ հարց ու պատասխանի մեջ ոնց որ ասած խցկվել եւ մեզ բոլորովին ալտեղ տանեն։ Միութենական պետություն նկատի ունենք։ Հայաստանի իշխանությունը ասում է գնանք ԵՄ, դա ինչքանով իրատեսական օրակարգ է, Ես շատ անկեղծ կպատասխանեմ այդ հարցին, դրա համար վստահաբար որ դա միայն ներքաղաքական կոնտեքստ ունի։ Ես շատ անկեղծ կպատասխանեմ այդ հարցին եւ էլի ընդհատում եմ Միրզոյանը օրերս ասում էր որ չի բացառվում, այսինքն շատ հիպոթետիկ է, այսպես անորոշ բան է ասում, մի ամսվա մեջ, մի տարվա մեջ հայտ ներկայացնում։ Ես հիմա բան եմ ասելու, որ համար քննադատվել եմ եւ արևմտամետների կողմից, եւ ոչ արևմտամետների կողմից։ Ես կարծում եմ, որ այո, Հայաստանի արևմտյան, եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրացիան ռեալիստական եւ հնարավոր է մի պայմանով։ Եթե լինում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորում։ Առանց դրա դա անհնար է։ Չի կարա Հայաստանի եվրոպական ինտեգրացիա լինի առանց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման։ Եվ քաղաքական պատճառով, եւ տնտեսական լոգիստիկ պատճառով, որտեղ ի վերջո թե մենք ուզում ենք մեր տնտեսությունը սկսի սերտաչել եվրոպական համայնքի հետ, մենք պետքա ճանապարհ ունենանք դեպի Եվրոպա։ Դուք պետքա կարողանաք օրինակի համար Հայաստանում կահույք արտադրեք, դա դնեք երկաթ գծի վրա, երկաթ գիծը գնա Բեռլին։ Հիմա մենք այդ դարը հնարավորությունը չունենք։ Դրա ճանապարհը Վրաստանն է, Վրաստանում Աստված գիտի հիմա ինչ է կատարվում, հələ դա եթե նույնիսկ դա էլ չլիներ փոթիով մոդուլ փոխելով մենք մրցունակ չենք լինելու եվրոպական շուկայում։ Դրա ճանապարհը հայ-թուրքական կարգավորումն է։ Չկա Հայաստանի եվրոպական ինտեգրացիա առանց հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման։ Ովքեր ձեզ կփորձեն համոզել, որ չէ, մենք առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պետք է գնանք Եվրոպա կամ միջազգային հարաբերությունները եւ նույնիսկ ավելի պարզ ասեմ աշխարհագրությունը չեն հասկանում կամ ձեր մոտ փորձում են ստեղծեն այսպես գիտեք ուռճացված ակնկալիքներ, ուռճացված սպասելիքներ դες հուսախապ հանեն ու ձեզ տանեն այնտեղ որտեղ որ իրանք ի սկզբանե ուզում էին ձեզ տանեին այս երկու տարբերակն է Շնորհակալ եմ զրույցի համար կհետևենք իրադարձություններին Factor TV-ում հյուրընկալել ենք Արայք Քոչինյանին